Ստեփանավանի Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատում Ստեփանավանի համայնքապետարանի հովանու ներքո կայացավ մի Սար սիմֆոնիկ նվագախմբի համերգը, որը կրում էր նվիրումը իմաստությանը եւ սերունդներին խորագիրը։ Համերգային ծրագիրը նվիրված էր տարեցների միջազգային օրվան եւ ուսուցիչների տոնին։ Պես գիտենք, մեր քաղաքը շատ մշակութային է եւ պարբերաբար մեր մոտ մեծ մշակութային միջոցառումներ են անցկացվում եւ մենք նաեւ մեր գերագույն նպատակն է վերականգնել հին ավանդույթները։ Երբ որ նախկինում ասում էին Ստեփանավան, բոլորը գիտեն, որ Ստեփանավանը ամեն ինչ կա, ինքը փայլում է իր մշակութային միջոցառումներով եւ հյուրընկալություններով եւ մեր նպատակն է նաեւ, որ հին ավանդույթները վերականգնվեն։ Ստեփանավանի մշակույթի պալատում նմանատիպ միջոցառումներ հաճախակի են կազմակերպվում՝ կինոդիտումներ, համերգներ, ներկայացումներ։ Ստեփանավանի հանդիսատեսը թե մանուկները, թե մեծերը վայելում են հագեցած մշակութային կյանք։ Վերջին շրջանում հյուրընկալվել են օպերայի եւ բալետի ազգային թատրոնն ու ֆիլհարմոնիկ նվագախումբը, եւ շուտով նորությամբ հանդես կգա նաեւ մշակույթի պալատը։ Երևի գաղտնիք եմ բացում հիմա, մի շատ կարևոր լուր ունենք, Ստեփանավանը ուզում է իր թատրոն ունենալ, առաջին քայլերն են կանում եւ մոտ օրերս պետք է ունենանք նաեւ մեր թատրոնի պրեմիերան։ Ուզում եմ ուսուցիչներին եւ տարեցներին քաջառողջություն մաղթել, բազում հաջողություններ, շատ ու շատ, արևշատ, պայծառ օրեր։ Մի Սար սիմֆոնիկ նվագախումբը իր գործունեության 3 տարիների ընթացքում առաջին անգամ էր համերգով հանդես գալիս Ստեփանավանում։ Հանդիսատեսին ներկայանալով միջոցառման համար հատուկ ընտրված ծրագրով, հայ մշակույթի գոհարներով, որոնք իրենցից ներկայացնում են հին երգերի ու նոր գործիքավորման միասնություն։ Մի Սարի ամբողջ ծրագիրը համերգային իրենից ներկայացնում է հայկական ստեղծագործություններ, ազգային, հերոսական, աշխուհական եւ ժողովրդական, որոնք որ վերափոխված են սիմֆոնիկ նվագախմբի համար, ինչը որ ավելի գրագետ եւ ավելի հետաքրքիր է դարձնում եւ փորձում ես ավելի ջերմ կապ հաստատել հանդիսատեսի հետ։ Կուզեի շնորհավորել մեր մանկավարժներին եւ տարեցներին։ Գիտեք, այդ կապը մշակույթի ուսուցչած եւ տարեցների դա այնքան սերտ եւ այնքան ջերմ է, որ եթե չլինի ծերը, եթե չլինի տարիքավորը եւ տարեցը, մանուկը իր փոքր հասակից այդ գրագետ մանկությունը չի ունենա։ Եթե չլինի ուսուցիչը, մենք չենք ունենա կրթված սերունդ։ Իսկ եթե չլինի մշակույթը, դա արդեն ողբալի կլինի մեր ընդհանուր ազգի մշակույթի զարգացման համար։ Հանդիսատեսի շարքերում նաև մեծահասակներ ու մանկավարժներ էին, ովքեր արդեն անցել են վաստակած արժանի հանգստին։ Հաճույքով լսում են, ձայնարկում ու բուրմ ծափերով են արձագանքում յուրաքանչյուր կատարմանը։ Նրանց համար օրը հիշարժան էր ուլի գեղեցիկ ակնթարթներով ու անմոռանալի հուշերով։ Հաճելի էր լսել ժողովրդական ազգային երգեր, կարոտել էինք։ Յուրաքանչյուր քաղաքի, շրջանի մարդու համար շատ կարևոր է, չէ՞ որ մարդը ինտելեկտուալ մակարդակ ունի, ուզում է հաճույք ստանալ եւ ներկայանում է։ Հաճելի է ու միշտ եղել է Ստեփանավանում։ Ես դեռ չեմ հիշում, ես մշտական հաճախորդներից մեկն եմ։ Միշտ հրավիրատոմսերով, միշտ ցանկալի մարդկանց շրջապատում։ Ես այսքան տարի եկել եմ, համերգներ եմ վայելել, բայց այս համերգը յուրահատուկ էր ինձ համար, որովհետև դիրիժորը ինձ հիացրեց իր կատարմամբ եւ երգիչը։ Շատ սրտալից սրտաբուխ երգեր երգեցին, այսինքն 70-ականների, 60-ականների Բադալյանի երգերից երգեցին, Նորայրի երգերից երգեցին եւ շատ հուզիչ էր։ Ես վայելեցի, այնպես որ շնորհակալություն ամբողջ ազնագազմին իդեմս մեր դիրիժորին։ Շնորհակալություն մեր քաղաքապետին, որ այսպիսի միջոցառումներ ա ձեռնարկել եւ մեծ հասակներս վայելում ենք այս միջոցառումը։ Նվիրումը իմաստությանը եւ սերունդներին խորագիրը կրող համերգը ապացույցն էր այն բանի, որ Ստեփանավանում մշակութային կյանքը շարունակում է իր ծաղկուն ընթացքը։ Աշխեն Սուքիասյան, Հայկ Վարդանյան, Թղթապանակ։